Այս շաբաթ էլի հասկացա, որ աշխարհն ապրելու համար ապահով տեղ չէ։ Ես կողքինից չեմ հասկանում, կողքինս են մյուսներն էլ ավելի շատ են ուզում, քան կարող են ունենալ։ Իզնից մի քիչ հեռու արդեն քանի տարի արյուն ու կրակ սարքողները ձեռքերը երկարացրին մինչև արևմուտքի բարեկամներիս մոտ ու աշխարհը խառնեցին իրար։ Այս ամեն ինչում իմ տեղն ու դերը չգիտեմ որն է, երևի չկա, մենակ գիտեմ, որ այդ կրակներն ինձնից հեռու չեն։ Աշխարհն իր դարդերով, իսկ ես պատրաստվում եմ մի նոր թատրոնի։ Մի քանի շաբաթ մնաց։ Այդ ներկայացումների փորձերն արդեն սկսվել են, հավաքվել են, գնացել աջ ու ձախ ուտում խմում են ու ինձ համոզում, թե այդ հորինված թղթի ինչն է լավ ու ինչը վատ։ Ախր չեք հասկանում, որ այդ թուղթը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, որովհետև այս թուղթ գրողին լավ եմ ճանաչում, ու իմ ոչը բավական վաղուց արդեն ասել եմ, չնայած չի հասկացել ու մնացել է գլխից նստած։ Հայ դեպ, այս շաբաթ այդ թուղթ գրողին հասկացնել փորձող եղավ։ Ասաց, որ փոխելու բան կա, բայց տեղերը խառնել է։ Էլի չհասկացավ ու կասկածելի ժպիտի դեմքին ցույց տվեց, որ ինքը ինձ հետ ընդհանրապես կապ չունի։ Ձեռի հետ էլ խոստովանեց, որ իմ արդարադատներն իրենց գործը լավ չեն անում։ Դե հա, եթե լավ անեին, հիմա ինքը հարցերին պատասխանելու դերում չէր լինի։ Իսկ ներկայացուցիչները իրենց այոն ու ոչն էին անում մյուս տարվա գրպանից պարունակությանը։ Դե ամեն տարվա նման մեծամասնությունը գոհ ու շնորհակալ է ծառաներիս գրպաններս հաջորդ տարի ավելի դատարկելու, պարտքս ավելացնելու ու կյանքս բարդացնելու համար։ Փոքրամասնություններն էլ ասում են, որ չեն ասելու, բայց այս չեն ինձ մինչև հիմա ոչ տաքացրել է, ոչ էլ կշտացրել։ Չդիմացան նաև ֆուտբոլի սիրահարները։ Ասում են հնարավոր չէ ուրախ տրամադրություն ապահովել, քանի նորմալ խաղացող ու խաղացնող չկա, քանի դեռ իմ գրպանի պարունակությունն ու իրենց ծախած տոմսերը իրար չեն համապատասխանում։ Ու ամենակարևորը, մինչև ջութակի նման ազնվագույն գործի քանարգողը չհեռանա։ Ասում են ծեծի վարպետը չի թողնում, որ ես նորմալ խաղ նայեմ, ոչ էլ գործից հասկացողներին է լսում։